Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Պարոն Բաբայան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Բաբայան, երկու բլոկի բաժանենք մեր հարցերը, նախ արտաքին մարտահրավերներ, արտաքին քաղաքականություն։ Վերջին օրերին Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը, նաև Իրանի պաշտպանության նախարարը։ Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը նորից սկսելու վտանգ կա եւ իրենք փորձում են դա կանխել։ Ընդհանուր առմամբ, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ են այս փուլում Հայաստանի շուրջ եւ Հայաստանի հետ կապված տեղի ունենում։ Դրանպես կոնկրետ եթե վերցնենք Հայաստանի հետ վերաբերվող, ես այդ չեմ ձևակերպի, կա տարածաշրջանային խնդիր, գեոպոլիտիկան, որը որ արևմուտքը իր Թուրքիայի օգնությամբ ամբողջ կենտրոնական Ասիա, Կովկաս դուրս բերել Ռուսաստանի տակից, դարձնել իրան շուկան, լոգիստիկան կարգավորել, ճանապարհների հարցը լուծել եւ այլն, եւ գնալ զարգացել, տանովից թույլատրել Ռուսաստանին։ Սա մեկ խնդիր է։ Այդ ճանապարհին կա խոչընդոտը դա Հայաստանի շահերն է, ինչ որտեղ, եւ ընդհանրապես ոչ շահերը, որ ծառայում ենք հարևան պետություններին, ոչ որ մեզ։ Կա ստեղ հակասություններ, որ չեն կարող որոշում կայացնել քաղաքական։ Ես տենց կհամարեի, սա ընդհանրապես տարածաշրջան է։ Եթե մենք ասես նայենք, հետևենք տարածաշրջանային եւ դա այդ խոչընդոտը մեր Վրաստանի, Իրանի, իսլամական պետության եւ Ռուսաստանի դա կարող բերի տարածաշրջանային բախման լուրջ։ Մի 4-5 տարուց հետո երբ որ կողմերը պատրաստ լինեն։ Ես առաջարկել եմ, որ չգնանք դրան, անենք այն քայլերը, որը մեր ազգային շահերից է բխում։ Ինչու չեն կարողանում կողմնորոշվել եւ որոշումներ կայացնել։ Ես չեմ համարում, որ չեն կարողանում կողմնորոշվել, ինձանից քեզանից լավ կողմնորոշված են, ուղղակի ասենք նրանց մտածելակերպով, որ Վրաստանի շահերի դեմ չպետք է գնալ, որտեղ դրանից եթե մենք մեր լոգիստիկ ճանապարհները կառուցում ենք առաջի կարգին, կլինի Թովուզ, Իջևան, Գյումրի կամ կլինի Մեղրի ճանապարհը կամ մի այլ ճանապարհ, դա կրճատում է ԱԱԳ-ին եւ շատ դժվար է լինելու ադրբեջանական կամ թուրքական մեքենաները, որ շրջանցեն Կարմիր կամուրջով, անցնեն Վրաստանով գնան նույն Ղարսը։ Այսինքն տեղափոխվելու է բեռնափոխադրումը, դրանից Վրաստանը դժվելու է լուրջ ֆինանսական։ Նույնը վերաբերում է Պարսկաստանին, ասենք դուք եթե կարողանաք մի լուծում, մի պատասխան գտնեք, որ կարելի է այս 43 կիլոմետրը 60 կիլոմետրով շրջանցել, մենք մեկուսանանք, բաց ինքը ընդունի այդ ճանապարհներով, ես չգիտեմ, գիտեք դες բան, ասենք իր տարածքով 60 կիլոմետր է, մերով 43, մեզ ասում ենք մերը կարմիր գիծ է, իրանցը կանաչ է։ Սա խոսում է, որ քաղաքական որոշում պատասխանատվություն գործող իշխանությունը չի կարող վերցնել, չի կարող որոշումներ կայացնել իր շահերից բխող, հակառակ ամեն օր քնիցել Դա եմ հարցնում, ինչն է կաշկանդում, որ այդ որոշումներին չեն գնում։ Որովհետև իրանց թվում է, որ ինչ-որ մեկը իրանց դրանով նեղելու է, փակվելու է, ինչ-որ խնդիրներ է լինում, բայց դա կարելի է կոմպլեքս լուծել, որովհետև նեղվածություն չլինի ոչ մեկի կողմից, բայց մեծ դաշտ պետք է ստեղծի քաղաքական դրա համար, մեծ ճակատ պետք է ստեղծեն ԱՄՆ-ի հետ, Եվրոպայի հետ, Իրանի իսլամական պետության հետ, նույն Վրաստանի հետ, նույն Ադրբեջան, Թուրքիայի հետ, որ այդ ամբողջ կարողանա գործի։ Իսկ Ռուսաստանի։ Ռուսաստանը այդ խնդրում իրան խնդիր չունի, ինքը խնդիր դրել էր, որ եթե հիշում եք, որ ինքը պետք է սահմանապահ պահի, որ հսկի։ Իմի սահմանապահ չի, մի զարգացած աշխարհ է, թող էլեկտրոնի դեղ սկաները անելու կարա ցանկացած Մոսկվա նստի, նայի ինչ բեռներ անցնում, անպայման չգան դե նստի, մանավանդ յատումի անդամ եք, ուզած չուզած բեռնափոխադրումը ամբողջը հետևում է իրաց կողմից տեսնում է։
Այսինքն իմաստը որն է։ Չէ, պարզապես տեսակետ կար, 3 անդադ պտտվում էր դա, որ Լավրովն այստեղ է Հայաստանից որոշակի հստակեցումներ, որոշակի հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունենալու համար։ Եվ այդ ֆոնին հիշեցնում են հակառուսական վերջին հայտարարությունները եւ գուցե Ռուսաստանը Հայաստանից այդ պահանջում է հստակեցնել իրենց հետ են, թե իրենց դեմ են։ Ես չեմ գտնում, որ Ռուսաստանը այն վիճակում է, որ եկել է հստակեցնելու, մեկ, երկրորդը, եթե հստակեցնի կամ չհստակեցնի, ոչ մի բան չի փոխում։ Ես համարել եմ եւ համարում եմ եւ բազմիցս դրա մասին բարձրաձայնել եմ, որ այսօրվա գործող իշխանությունը ավելի լավ ռուսամետ է, քան ցանկացած մեկը։ Դա ես ասում եմ, ոչ թե ուղղակի ասելու համար, այլ փաստերով կարանք խոսենք։ Հա։ Այսինքն հայտարարությունը ոչինչ չեն ասում։ Մեր խնդրումը նրանում է, երբ որ օրինակ Ռուսաստանը հարցը դնում է, մենք սահմանապահ պահենք, որ հսկենք այդ բեռները, չէ՞։ Մեր խնդրեմն այն է, որ մենք ասում ենք, գիտեք, ընդհանրապես մենք դեռ ճանապարհ չենք տալու ոչ մեկին։ Դա մար ձեր սահմանապահը պետք չի բան կարա գնա, կարխային կացեք, չենք տալու։ Այսինքն խնդրեմը մեր դեմ կաղնած, մենք նրան շրջանցում ենք, մեզ թվում է լուծել ենք։ Ժողովուրդ չենք լուծել։ Չենք լուծել, դրանով դուք չեք լուծել։ Դուք դրանով ավելի եք խորացրել։ Հասկանում եք, սա է մեր խնդիրը։ Մեր խնդիրը մեր մեջ է, մեր դիմացիների մեջ չի։ Ես դες անկեղծ եմ ասում, մեր մեջ է, նույն Պարսկաստանում պիտի նստես, բանակցես, խոսես, ինք պետքա բանակցի։ Այսօր ես լսում եմ մեր լրատվականներով, ասում է, թուրքմենական գազը 3 տրիլիոն գազ, 10 տրիլիոն գազ բերում են Կասպիով անցնում են, բան Կասպին գիտեք քանի տարի է, որ Իրանը էկոլոգիայի համար դրած ասում է Կասպիով ոչ մեկը խողովակ չեք կարա տանեք։ Դա պատերազմ է եւ չի թողելու։ Իր քաղաքականությունը, որ կենտրոնական Ասիայի նավթը, գազը գա իր մոտից Հայաստանով մի թևը գնա Պերսիցկի զալիվով, այս մի թևը գա Հայաստանով անցնի Վրաստանով, Սևծովով, Բուլղարիայով։ Սա է իր քաղաքականությունը։ Ուզում ենք մենք, չենք ուզում, մենք նստում ենք ասում բանակցելը։ Ինչ կարանք անենք դա իրականանալու համար եւ ինչ կարանք անենք, որ մենք դրանից շահենք։ Եվ այն խնդիրները, որ մեր ու ձեր մեջ կա, փորձենք այդ խնդիրները լուծենք։ Մենք դրա փոխարեն, ասում ենք թակավորն ապրածքենա, ոնց ասենք, համաձայնենք։ Ու բերել ենք մենք 30 տարի հետ այս գալիս ենք։ 30 տարի այդ ճանապարհից դուրս չեն գալիս մենք։ Կամ ասում ենք Վրաստանը դժում է, Վրաստանը դժվի, չդժվի, կարելի է պայմանագիր անել նույն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ այլ, որ բալանսավորված պետք է լինի այդ բեռնափոխադրումը, որ Վրաստանը ընդհանրապես չդառնա, որ որևէ բեռ չի գնում եւ այլ, մենք քաշում ենք սաղ մեր վրա, եկեք պայմանագրում շեշտենք այդ կետերը։ Երբ որ Ադրբեջանը քեզ ասում է դու պիտի սա անես, դու պիտի նայես, ասես լսին կեդեք, նստենք, ես դու վրացին։ Վրացի, այս մարդը էս է ուզում է քեզ տկլորացնի։ Ինչ անենք։ Մենք առաջարկում ենք, ասենք, այսինքն լուծման խնդիրների կա։ Մենք ուզում ենք անենք։ Մենք մեր մեջ քաջություն ունենք ներկայանալ ոնց որ խաղացող։ Եթե կարողանանք կանենք, եթե չէ, ես չեմ տեսնում։ Բան դուք տնտեսական հարթությունում եք դիտարկում հարցերը, այս փուլում նաև մենք տեսնում ենք Ռուսաստան, Արևմուտք, Ուկրաինայի հետ պատերազմում քաղաքական վերադասավորումների, դիրքավորումների մասին է նաև խոսքը գնում։ Դուք կարծում եք տնտեսական հարթությունում, եթե կարողանանք հարցեր կարգավորել, քաղաքական ինքնաբերաբար կարգավորվելու է։ Ուրեմն ժողովուրդ, եթե մենք գիտակցում ենք աշխարհի ամբողջ կռիվները տնտեսական է, Ռուսաստանը պետք է առնվազն 300 միլիոնից մինչև 500 միլիոն շուկա ունենա, որ ինքը գերտերություն կոչվի։ Առանց այդ սովետական միության հանրապետություններին, մի շարք այլ պետությունների ինքը չի կարա դա լինի։ Այսինքն կռիվը գնում է դրա համար։ Հիմա մենք խոչընդոտ դառնում այդ ճանապարհին։ Մենք լինի դա Արևմուտքի համար, լինի դա Ռուսաստանի համար, մենք մեր ճանապարհները բացում ենք, ինտեգրվում ենք տնտեսական բոլորի հետ հավասար համագործակցում ենք մեր շահերից բխող։ Ամեն ինչը գնում է իր տեղը։ Մենք այդքան չկանք, որ մենք դες խոչընդոտ ցարկենք այդ ռուս
պետության համար կամ արևմուտքի համար, որ մեզ պիտի ուտեն, որ այդ հարցը լուծեն։ Չէ։ Մենք ուղղակի չպետք է մեկի գիրկում նստենք, ասենք էսա մեր գիրկը, այստեղից չենք իջնելու։ Մենք բոլորը այդ նորմալ պիտի հարաբերվենք, որտեղ մենք երբ որ ասում ենք Դե իշխանությունն էլ է, կներեք, ասում մենք փորձում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ կառուցել։ Ո՞ց եմ ասում, նայեք։ Ես ուզում եմ դուք խոսքից գործի անցնեք, հա, այդ իշխանության ասած ես էլ եմ լսում։ Իշխանությունն ասում է մենք պետք է Ադրբեջանի, Թուրքիայի հետ կարմիր ցուլիկը, փալազով բան եւ այլ, ճիշտ է։ Հիմա ես իրան հարց եմ տալիս, ասում եմ, սիրելիս, Իրանի իսլամական պետության եւ Վրաստանի պետության այդ շահերը եւ Թուրքիա-Ադրբեջան չի բռնում։ Չկա։ Մենք պետք է ոսկի միջին դրանց մեջ գտնենք, որ այդ խնդիրները լուծենք։ Դու ինչքան էլ ուզես Ադրբեջանի, Թուրքիայի հետ աղբերանաս, այս երկուսի խնդիրը աղբերանալու համար պիտի այս մարդկանց ճանապարհները բացես, անես, դնես։ Հենց արեցին, մեկ էլ նրանք են մեր դեմ։ Դա մար ասում եմ, ասելով չի, գործողություն, ճիշտ, հաշվարկած, չկա, չեմ տեսնում, կարան ասեն, հասարակությանը մի բան ես ասում, արտաքին դաշտում մի ուրիշ բան ես ասում, գնում ես Իրանում կամ Իջևանում հանդիպման ժամանակ, ասում ես մենք իրավունք չունենք, վերցրեք իր ելույթները, Վրաստանի եւ Պարսկաստանի Իրանի իսլամական պետության շահերի դեմ, որովհետեւ քայլ անենք։ Չի լինում տենց։ Ուզենք չուզենք պիտի քայլ անենք մեր շահերի, ոչ թե իրանց դեմ։ Այլ մեր շահերից բխող։ Իսկ մեր շահերից բխող որ քայլ ենք անում, այդ երկու կողմը թեթև վնասներ են կրում։ Ինչ անենք։ Այդ թեթև վնասները մեզ կներվեն։ Մեզ իրանք ներողը չեն, ոչ էլ չներողը։ Մենք դա ասում ենք, եկեք նստենք, այն Ադրբեջանը, որ ասում է մեղրիով ճանապարհ, դուր եկեք նստենք, հասկանանք այն Իրանի իսլամական պետության գազը, թուրքմենական գազը գա Իրան, դեղից գազ տեղով անցնի։ Այսինքն փոխհատուցենք իրար բոլոր այն քայլերը, որ բալանս բան։ Եթե ուզում եք խաղաղություն տարածաշրջանում, եթե հայտարարություններ եք անում հայտարարության համար, բարեք ինչքան ուզում եք։ Մեկը այդ չակուշի մեյոր գլխների տալու էլի 30 տարի 26 տարի պայք գլխների տա մի հատ էլ են տալու ասում եմ մի արեք մի է ժողովրդին խաբեք մի դրեք հարվածի տակ չնայած է ժողովուրդ ուզում է որ իրան խաբեն էդ էլ կա քիշեր ցերեկ դա է ուզում ճշմարտությունը ասում ես խռովում է դրանից ասում է ես դες չգիտեմ ես խիամ է վիրավորում եթե ճիշտ է դա ինչ անեմ Ճանապարհ տալիս է Հայաստանի իշխանությունները։ Ինչն է խնդիրը, որ այդ ճանապարհը հայկական վերահսկողությամբ չի ուզում Ադրբեջանը։ Այստեղ է խնդիրը։ Եմ ասում, դա բառախաղեր եք դուք անում, լսած բառեր եք արտահայտում, նման բան գոյություն չունի, Ադրբեջանը նման բան չի ասել, ես միշտ օրինակ եմ բերում, դուք ոչ մեկին, ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Պարսկաստանին, որովհետև մեկին Պետք չի, դուք ձեր ճանապարհները կառուցեք առաջի կարգի, թողունակությունը մեծ, որ հաշվարկված, որ այսօր 20, 30, 50 տարի հետո ինչ է լինելու դա։ Այդ ճանապարհները, երկաթուղիները, եթե կարում ենք Գյումրիում էլ մի հատ օդանավակայան, որ բեռնափոխադրումը լինի, մենք նորմալ զարգանալու ենք, այն ում հետաքրքրում է գալու է քո հետ պայմանագիր անի։ Այդ ճանապարհներից օգտվելու։ Իսկ դուք գնացել եք մարդու դռան հետևը կանգնել, դուռը ծեծում եք, ասում եք բաց, ասում ա չեմ բացում։ Դիտի որ դու ոչ մի բանի դու պիտի գնացես, չգիտեմ, ումնից ինչ հարցնես։ Դու չես որոշողը։ Դա մարդ չի բաց։ Հենց անդադ ձեր խոսքում նշում եք, որ Հայաստանը չի որոշողը, Հայաստանը շատ բաներ ինքնուրույն չի կարող։ Այս դեպքում էլ ինչ եք պահանջում Հայաստանը անի։ Ես նման բան կյանքում չեմ ասել, այդ մարդկանց ատում եմ, որ ասում են, որ Հայաստանը չի կարա, ճիշտ հակառակը ես ասում, Հայաստանը միայն ու միայն իր շահերից բխող որոշումները կայացնում է իրագործում։ Մնացած բոլոր շահագրգիռ կողմերը գալու են ձեր հետ պայմանավորվել։ Իսկ ունակ է Հայաստանը այդ պոտենցիալը ռեսուրս ունի ինքնուրույն։ Լրիվ, ամեն ինչ ունի Հայաստանը, մենակ խելք չունի։
պատերազմի հնարավոր այսպես մարտահրավերին կարող է դիմանալ Հայաստանը, եթե ունի այդ ռեսուրսը հստակ ինքնիշխան որոշումներ կայացնելու։ Ներկա վիճակում պատերազմի որևէ վտանգ չկա, բազմիցս ես արտահայտվել եմ դրա մասին, 30-31 թիվ, եթե մենք գնացինք հասանք այս վիճակում, լուրջ պրոբլեմա լինելու ոչ թե Հայաստանի հետ, ընդհանրապես այս տարածաշրջանի։ Այսինքն մենք խցան ենք դարձնում, մենք մեր գործունեության, մեր սահյուզնիկների ճնշման, մեր ընկերների չցավացնելու եւ այլ, բայց դա բերելու է նորից մի պատերազմի։ Ուզում ենք դրա։ Դա ենք գնում։ Դրա մասին եք խոսում բոլորդ։ Ասում է, չհասկացանք, այս մարդը մի օր ասում է պատերազմ չի լինելու, մի օր ասում է պատերազմ է լինելու։ Պարզ բացատրում եմ, չէ՞, որ դեպքում է լինելու։ Բայց եթե բոլորի դեմը փակում ես դու քո գործունեության, պիտի գլխիդ տան, չէ՞, բայց ինչ պիտի անեն։ Բայց քեզ ասում եմ խնդիրներդ լուծի, ասում ես չեմ ուզում լուծել։ Ինչով է պայմանավորված, որ ասում եք 2031, մինչև 31 ինչ է լինելու։ Եթե դուք հետևում եք ընդհանրապես Թուրքիա, Ադրբեջան եւ այլ այդ գործունեության եւ ընդհանրապես Պակիստան, Չինաստանի հետ պայմաններ բան, ռազմական ոլորտը երկու երկրում էլ առնվազն մեծ գումարներ են ծախսում, զինվում են, մեկ Հայաստանին կներեք հազար անգամ նեղություն է, որ բռնցքամարտիկը բանը կախում ասկսում որ են աշխատել է, Ադրբեջանը մեզ դրել է դրա տեղ, մտամ հայերի հետ է պրոբլեմս, բայց պրոբլեմ հայերի հետ ում համար պատրաստ ում է Պարսկաստանի, Իրանի իսլամական։ Նրան համար պատրաստման անկե գիտեն։ Իհարկե, եւ Թուրքիան։ Իր 17 միլիարդ բյուջեն սարքել է 44 միլիարդ, Ադրբեջանը իր 2.8-ը դարձրել է 5 միլիարդ։ Եվ ինչու ոչ մի ավելի խոր քաղաքական գործունեություններ է ծավալում բոլոր ուղղություններում։ Մի որ հետևենք, երբ որ ես խոսում եմ հասարակության հետ, ասում եք լավ է, ինչ է Սիրիայի հարցը, մեր էս մեկը էս սա թողած դրանից է խոսում։ Հիմի այդ որ հետաձգվում է ամեն ինչ, Թուրքիա, Սիրիա, Իսրայել, Գազա, Լիբիա, Լիբանան, այդ ամբողջը Թուրքիան տիրապետում է Իրաք, Քուվեյթ եւ այլն։ Ուզում է տիրանա այդ շուկան, այդ ամբողջը, իսկ դա 1 միլիոնանոց բանակը անում է Իսրայելի սահման։ Ինչ է լինելու։ Այդ վտանգը Իսրայելի հիմի որ չի համաձայնում, Դոնալդ Տրամփը հայտարարում է, որ Թուրքիանի մախբերն է, բան, Իսրայելն ասում է, այստենց 4 տարի դու ես, հետո դու չես։ Իսկ այս քաղաքականություն չեմ վարում։ Ես Հայաստանի նման չեմ։ Ես 100 տարվա ծրագիր ունեմ, գնում եմ իմ ծրագիրի լուծման։ Այդ դա արդեն խոչընդոտ է, Ադրբեջանը դրա համար գիշեր-ցերեկ մտածում է, ոնց լուծի Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, որը չլուծվող է։ Այլևս Իրանի իսլամական պետությունը չի առաջի տեղում Իսրայելի համար։ Այսօրվանից համարեք, որ Թուրքիան է։ Հենց սա բանը ԱՄՆ-ի հետ պայմանագիրը ստորագրեցին ատոմային բանի ռումբի, որ չեն ստեղծում բանը Իրանի իսլամական պետությունը դրանով ավարտվելու է ամեն ինչ։ Չեզոքացվելու է Իրանի հանդեպ ագրեսիա։ Այո, հենց դա է, որ ես անընդհատ խոսում եմ, որ նույն ԱՄՆ-ի հետ եւ Եվրոպայի հետ բանակցեք այդ գազի եւ այլ կապույտ վառելիքի խողովակը մեր տարածքով եւ ամտակցությունա եւ տնտեսական եւ այլ, որ փոխհատուցենք այդ ճանապարհը, բացենք, աշխատենք բոլոր ուղղություններով։ Հասկանում եք, կա Թուրքիա, կա Ադրբեջան, Վրաստան, որ ամբողջ ճանապարհները են սովետի ժամանակ բարդ կար, Սեդարոգի Վիդուտ Ռիմ, հիմա բոլոր ճանապարհները բերում են Թուրքիա, Թուրքիան դե խաբեր է ստեղծում, նավթային, գազային, հացահատիկային կուլտուրայի եւ դառնում է կենտրոն, որ ուզում է եւ Իրանը, Իրանի իսլամական պետությունը, որ Պերսիցկի զալիվով շրջանցելով երկու նեղուցը, այդ ճանապարհները ստեղծվի, Ռուսաստանն էլ է ուզում յուսնել, որ դուրս կան դե եւ Հնդկաստանը Հայաստանով սերծովով Եվրոպա, հասկանում եք, ինչի՞ չօգտվի
Իրանի իսլամական պետությունը իրամոտել է այդ խաբերի ստեղծին։ Մենք դրան որպես մեր բարեկամ, հարևան օգնում ենք, ուզում ենք դա լինի եւ դրանից մենք էլ օգտվենք։ Կարող ենք մեր հնարավորությունը միջազգային արտակում օգտագործենք, խոսենք։ Շատ լուրջ խնդիրներ է։ Մենք մեր խնդիրներից գլուխ չենք հանում, Իրանին ոնց օգնենք։ Չէ, դեռ Իրանի չենք մենք օգնում։ Մենք այդ կապույտ վարելիքը ի վերջո մեզանով է գալու, ի վերջո Վրաստանով է անցնելու, ի վերջո այն տրանզիտի գրուզների գումարը այդ կապույտ վարելիքից է ստանալու Վրաստանը եւ այդքան ցավալի չի լինելու իր համար այդ քո ճանապարհները բացումը։ Սա մտածեք բոլոր խնդիրները գտնելու եք։ Ձեր ձեռքին է, դուք պետք է որոշումներ կայացնեք։ Լավ, պարոն Բաբայան, Արցախի հետ կապված խնդիրներին անդրադառնանք, Արցախի խորհրդարանի եւ падգամավորների վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցը Արցախի նախագահի ընտրությունն է։ Ձեր հետ կապված եւս խոսակցություններ կա, որ ցանկություն կա դուք էլ առաջադրվեք, կարծեմ հերքել եք դա։ Ընդհանրապես ինչպես եք պատկերացնում Արցախի նախագահի ընտրությունը, դա այդ ինստիտուտի պահպանումը ձեր տեսլական ինչպիսին է։ Ես ընդհանրապես դրա մասին խոսել եմ մի քանի անգամ, բայց առաջի հերթին 3-ի միջալյուց Ղարաբաղի Արցախի պարլամենտը ընտրել է իր նախագահան, եթե չգիտեք, ասեմ որ իմանաք, ընտրել է իր նախագահան, հետո էլ կընտրեն իրենց հանրապետության նախագահան, ես կողմ եմ ատրիբուտները պահելուն։ Այսինքն խորհրդարանի նախագահ են ընտրել։ Պարլամենտի նախագահան, ասենք, հիմա էլ հետո էլ նախագահի ընտրությունն է լինելու։ Մենք որևէ մեկին դեմ չենք, որևէ մեկին չենք խառնել, չենք մասնատել ոչ որ հասարակության մեջ լրատվական դաշտը ամենանդեպս տարածումը, մենք որևէ ժամանակ ես դեռ 5 ամիս առաջ Շախրամանյան Սամվելի հետ որ խոսել եմ դրա մասին, որ մենք չենք մասնակցում որևէ այդ քաղաքական վարյունվերումներին, մենք չենք մասնատում Ղարաբաղյան թևի հետ, ես որևէ ժամանակ մեկը չի կարող ասի, որ ես ինչ-որ զբաղվել եմ կամ ասել եմ դուք ի տարբերություն եւ իշխանությունը Հայաստանի այսօրվա եւ ընդդիմությունը եւ մնացածը բոլորը զբաղվում են դրանով։ Մասնատողները դեման եկեք, իմ մոտ մի ման եկեք, ես չկամ տեղ, ես չեմ զբաղվում դրանով, ինձ համար կա հայ քաղաքացի, վերջ, բոլորի հետ։ Ասում են արցախցիներն ձեր կողմն եք փորձում տանել։ Այդ ասումները իրանք են անում, հա, ասենք կգա օրը դուք կիմանաք, ովքեր են, օրինակ իշխանական թևից, ես սոր չեմ ուզում հայտարարություններ անեմ, որ կմտնենք ընտրական փուլ անուններով, ազգանուններով կտամ։ Ով է զբաղվում Ղարաբաղյան թևը պոկի մի մաս տանի իր տակը, հա, քաղաքական որ դաշտի իշխանությունը, ովքեր են դրանք, ինչ են, ասենք ընդդիմադիր դաշտում ովքեր են աշխատում, ովքեր են գնում Ղարաբաղի ներկայացություն, ասենք որ թևից են ընդդիմադիր բան, անուններով, ազգանուններով կտանք։ Մենք եթե մի մարդ մեղք չունի, տեղ ինքը չի մասնակցում։ Մտահոգվելու ոչինչ չունենք, հա, երկու հիվանդ լրատվական միջոց կան, ինձանով քնում են, ինձանով ելնում են, ինչ անեն։ Մեր գործընկերներին չպիտակավորենք։ Չէ, իրանք են պիտակավորում, ես չեմ անում։ Ես միշտ ասում եմ, ասում եմ, եթե դուք ինֆորմացիա ունեք, անկեղծ եք, ճիշտ եք, զանգեք, հարցրեք։ Ես ինչ պիտի խաբեմ։ Կարաք ինձ ասեք, ինչ հանցագործություն եմ կատարում, որ ասեմ, հա, ես Ղարաբաղի այսինչ թևը, ես դե քաղաքական ուժ եմ, մասնակցում եմ, զբաղվում եմ։ Ես դες ասում եմ, չեմ զբաղվում, ժողովուրդ։ Չեմ զբաղվում։ Դες ընդհանրապես չի հետաքրում ինչ է կատարվում այդ հարթությունում, այսինքն նախագահը ով կլինի, խորհրդարանի նախագահը ով կլինի, դուք էլ խմբակցություն ունեք այդ խորհրդարանում, այսինքն այդ հետաքրությունների շրջանակը չկա։ Որևէ հետաքրքրության շրջանակ չունեմ իզդեղ, գործող իշխանությունը Արցախի դա լրիվ գիտեն, կիսում են ու հասկանում են։ Ես բազմից բացատրել եմ, այսօր էլ կարամ կրկնեմ, որ իմ խնդիրը ստեղծել հարթակ էլեկտրոնային ադրբեջանաբնակ հայությանը ոչ թե արցախցիներին
Ադրբեջանը բնակայությանը 88 թվականից բռնի տեղահանված, նրանց փաստաթղթավորել, միջազգային դատարան դուրս գալ, ապացուցել այդ գենոցիդը, նրանց փոխհատուցման եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես դրանով եմ զբաղվում, խոր։ Բայց առանց ղարաբաղցիներին խանգարելու կամ անուններ տալու, հա։ Այդ հարթակը կարողանանք ստեղծենք։ Կարողանանք, չենք ասում մենք Ալիևը չի ուզում խոսի։ Դու չխոսի։ Դու դատարանի որոշումները մենք կայացնենք, ինքն էլ ասի ես չեմ կատարում։ Հասկանում եք, ցանկացած հարցով իրավունքի, փոխհատուցման, վերադարձի ինչ փաստաթուղթ մտցնենք կոլեկտիվ փաստաթղթավորված դատարան իրավական դաշտում, Ադրբեջանի օգտին որևէ որոշում չի լինելու։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Բոլոր ՄԱԿ-ի կետ առ կետ այդ ինչ որ գրած է մարդու համար ազգերի։ Մենք գրելու ենք։ Ինքն էլ թող չկատարի։ Որպես անհատ կամ որպես կազմակերպություն, երբ որ այդ փաստաթղթերը ներկայացնում եք առանց պետության, հնարավոր համարում եք դրա ընդունումը։ Ես չեմ գտնում, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ գնում է խաղաղության։ Ճիշտ է։ Խաղաղության պայմանագիր աստորագրում մենք չենք կարող Հայաստանին ասենք, գիտես, դուք մի գնա խաղաղության։ Եկ մեր Ադրբեջանը բնակայությանը, որ բռնի տեղահանել են 88 թվականից քշել են, բան իրանց շահերը պաշտպանի։ Մենք մեր շահերը որպես մարդ, որպես հավաքական ժողովուրդ կարող ենք հարթակ ստեղծենք մի հատ եւ այլ, այդ փաստաթղթավորենք եւ ինչ որ մի պետության կապ չունի, դա կա Հայաստան չունի, ցանկացած մի պետության դիմենք, այդ պետությունը ներկայացնի միջազգային դատարան այդ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Իրավաբաններն էլ, պաշտպաններն էլ մասնակցեն գրեն։ Ադրբեջանը չորոշի, Հայաստանի հետ ամեն օր մի ստուգ ստորագրեն, խաղաղության պայմանագիր ստորագրեն, ինչքան ուզում են։ Այսինքն փաստաթղթային բազա եք ուզում ստեղծել, պարոն Բաբայան։ Մենք իրավական, նույնիսկ եմ գրում, իրավական միջազգային agentները, իրավական դաշտի պետք է ասեն ISSS թղթերը, այս դիմումի ձևերը, այս էլեկտրոնի հարթակն է, դու որպես տեղի քաղաքացի, ես ինչ թվին դուրս ես եկել, բռնիկ ես տեղահանել են, տուն, տեղ, ինչ ունես, ինչ թղթեր ունես, ծննդականդ եւ այլ, փողոցը, դասret, վկայականդ եւ այլ, ամբողջը ներկայացնում ես, դիմումի ձևը լրացնում ես։ Այնց հետո դու Ադրբեջանը պրոբլեմա ունենում։ Ինքը դա գիտի։ Ալիևը այս հայտարարում են, ասում են մենք միջազգային դատարանի որոշումները չենք անելու։ Լսել եք, չէ՞։ Ինչ է ասում դες։ Չես անի, չես անի։ Ո՞վ է դες խանգարում։ Էլի մի արա։ Մենք հլա դատի տանք մեր հարցերը լուծենք դատարանով, հաստատվի, որ մենք ճիշտ ենք։ Հիմա միջազգային հարթակներում այդ պետությունները մեզ կփոխհատուցեն, այդ խնդիրի մասին կմտածեն, թե Ադրբեջանը դա թողենք երկրորդ խնդիր, հա։ Հələ մենք մերին հասնենք հետո։ Այ հենց որ ես սա դնում եմ այս հարցերը, այս հարթակի վրա եմ սկսում լուծում տալը, երկու կողմերը հասկանում են, որ սա վտանգավոր է, սա հետ գործ չունենք։ Հասկացանք իմի։ Այն խոսողներն էլ նա գիտեն, իրաց տերերը ասել են, մի հատ երկեք, դրա դեմ ինչքան կարում եք աշխատեք։ Էս է պրոբլեմը, ոչ մի պրոբլեմ չկա, ժողովուրդ, անկեղծ։ Ձեր դեմով է աշխատում։ Բոլոր իշխանությունը առաջի հերթին, նայեք, ինչ վտանգ եք ներկայացնում իշխանության համար։ Ոչ մի ես վտանգ չեմ ներկայացում, ասեցի այն, ինչից խոսացի, արտաքինից, հարցրիկ ասեցի, չէ, չի համոգնում, չէ, իրանց քաղաքականության հետ։ Մեկ Ղարաբաղի հարցացուցի, ասում մենակ իրավական դաշտով։ Դա վտանգավոր իշխանության համար։ Չգիտեմ, վտանգ է իշխանության, ընդդիմության, բոլոր թևերի համար վտանգ է։ Երբ որ ասում եք ընդդիմության, դուք պետք է մրցակից լինեք ընդդիմության համար, որ ինչ որ ձևով վտանգ ներկայացնեք։ Դուք կարծում եք քաղաքական առաջկա զարգացումներում կարող եք մրցակից լինել ոմանց համար։ Ես լա չգիտեմ, այդ ոմանք ինչ դերում են հանդես գալու, ով ում սատալիտն է լինելու, ով ում հետ է լինելու, հասկանում եք,
իրանք այսօր չեն ասում, իրանց տեսլականը ինչ է, ասենք Ղարաբաղի հարց, ասենք դուք ինձ հարցրեցիք, ես ներկայացրեցի ոնց եմ տեսնում Ղարաբաղի հարցի լուծում։ Հիմա թող իրանք էլ ասեն։ Ձեր լուծումը նշանակում է կներեք։ Հիմա արտաքին վեկտոր ես ասեցի։ Հիմա խոսենք ներքին քաղաքականություն, էլի ներկայացնելու եմ։ Տեսլական ունեք ժողովուրդ, իշխանություն, ընդդիմություն, եկեք բանավիճենք, գլոր սեղան արեք լրագրողները հետ, բանավիճենք այդ մարդկանց ժողովուրդն է մեզ լսի, հասկանա ով ինչ դիրքորոշում ունի, ով նա տրամաբանության շրջանակում, ինչից է խոսում, ինչ են ասում, ասում են գործ չունենք, մենք այդ գործ չունենք, մեկ այդ գործ չունենք, այս մեկ այդ գործ չունենք, որտեղ ոչինչ չունեք ասելու։ Հենց այդ է որ գործ չունեք։ Այդ հենց պատճառը, որ չգաք հանդիպման, այս ժողովրդին էլ այն պոպուլիզմով 30 տարի ոնց պահել եք, դեն չարնակեք։ Սխեղճ կրակ ժողովուրդն է ստին շուտ է հավատում, ինչ անի։ Ով շուտ մեծ սուտ է ասում, նրան է հավատում։ Այսքան մի բան։ Արցախի հետ կապված որ ասում եք տեսլականը, ձեր այդ նշած տարբերակին զուգահեռ դուք տեսնում եք հեռահար Արցախի վերադարձ, արցախցիների վերադարձ, այսինքն ո՞րն է վերջնանպատակը ձեր։ Ես չեմ ընդունում, որ նախապես ասեմ վերջի նպատակը։ Եթե իրավական այդ փաստաթղթերով այդ խնդիրը լուծում ես, դատական որոշումներ ունենում ես, մենք մի շատ նուրբ տարածաշրջանում ենք ապրում, որ չի լինում, որ երկուսը շահած լինեն, Արևմուտք, Ռուսաստան, Իրանի իսլամական պետություն, տարբեր դիրքորոշում ունեն։ Կարող մեկն էլ քեզ օգնի, որ քո վերադարձդ կամ ինչ-որ ձևի մի բան լուծվի, բայց դու հալա քեզանից կախված արա։ Ինչ որ քեզանից կախված է։ Դե դու կխոսենք։ Բայց դեռ տեսնում եք միայն անհատների կամ կուսակցական այդպես մակարդակով այդ քայլերը, որովհետև պետություն չկա այդ ամեն ինչի թիկունքում։ Պետությունը համարում է Արցախյան էջը փակված, Արցախի էջը փակված, շարժման էջը փակված, այդ ամբողջը փակված է համարում։ Ես դրա մասին ասել եմ, ես մի տաղավարում, չգիտեմ, մոտ եմ եղել, ասել եմ, փակված կլինի, եթե այն ինչից խոսած ենք, այդ ամբողջ խնդիրները, լուծումները բանակցեն տան, փակեն, ասեն հանուն տարածաշրջանային այս փող զիջման գնանք, որ նորից պրոբլեմ չստեղծենք, հա։ Դա ես կհասկանամ, բայց այն ինչ ձևի ասում ենք փակված է, Ղարաբաղցիք փողոցում, մարդկանց հարցերը չեք լուծել, միջազգային հարթակում չեք ուզում դեղից օգնեն գոնե լուծեք, այս մեկը ինչի մասին է խոսում, ինչն է փակված, բայց նոր ձեզ խոսակցության ընթացքում ասեցի, որ երբ որ այս խնդիրի դեմը դա դուրս գալիս, շրջանցում ես, քեզ թվում է լուծել ես, դու ուզում ես շրջանցես, չի ստացվում, հասկանում եք, պիտի խնդիրի լուծում տանք։ Մենք կարանք անընդհատ ինչ խնդիր լինի, ասենք դե դա շրջանցենք հետո պրոբլեմը կա, եթե մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք ուզում ենք, մենք ասեցի չէ նուրբ տարածաշրջանում ենք մեր գերտերությունները, իրան շահերը ստեղ մեր հասարակության աղքատ լինելը, մեր հասարակության այդ պարակտոց լինելը, այդ ասենց ասենք նեղացվածությունը չօգտագործեն, նոր պայթուն ստեղծեն երկրի ներսում, մենք այս խնդիրները պիտի լուծում տանք։ Ես դրա մասին եմ խոսում։ Մենք չենք լուծում այդ խնդիրները, հետո նրանք ձեռները գցում են, խաղեր են տալիս դե ներսում, բերում են պայթունակ իրավիճակի, նույնիսկ ասում ենք, բա տեսար էս ինչ դառավ։ Որտեղ դուք իմանալով եք անում դա։ Խնդիրը չեք ուզում լուծեք։ Ուզում եք շրջանցեք, դրանով համարեք, որ լուծել եք։ Ես էլ համաձայն չեմ, դա բարձրաձայնում եմ, բացատրում եմ, դառնում եմ, որ ձեզ դեմ եմ գնում։ Չասեցիք, պարոն Բաբայան, հիմա Արցախի նախագահի կարգավիճակում դուք ումն եք տեսնում, Սամվել Շահրամանյանը պետք է մնա։ Ես վստահ եմ, որ ինքն է մնում։ Սամվել Շահրամանյանը, Աշոտ Դանիելյանը երեկ ընտրվել է պարլամենտի նախագահ, մի շաբաթվա մեջ, եթե չեմ սխալվում, ըստ օրենքի ընտրվելու է Սամվել Շահրամանյանը։ Ու վերջ։ Ինչի մասին է խոսքը։ Թամպես 5-6 ամիս առաջ ենք մենք իրար այդ թեմա խոսել, փակել։
Ես չգիտեմ լրատվական միջոցները ուղղակի որ իրանց Պարբերաբար խոսում է ձեր թեմաներ շրջանառվում, գուցե փակենք թեման, որ անգամ խոսակցության ստորագետ անգամ չի եղել։ Դա ընդհանրապես։ Ուղղակի չգիտեմ ում է հետաքրքիր դա եղել եւ ինչի համար անում։ Մենք հիմա Արցախից ենք խոսում, Արցախի կորստից, բայց վերջին օրերին այսպես մի թեմա հերրակաբանավեճ է բացվել Արցախի առաջին պատերազմի հետ կապված, պարոն Բաբայան, հրադադարի կնքման հետ կապված, ակ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությունները, ձեր հայտարարությունները, հիմա հասկանանք ի վերջո խոսք է գնում այն մասին, թե հրադադարը ստորագրել եք ժամանակավոր, թե դուք ձեր ստորագրությունը դրել եք այդ հայտարարության տակ, ինչպես Զուրաբյանը վստահեցնում, մշտական։ Այսինքն այս հերրակաբանավեճը ինչի մասին է եւ կողմերից որտեղ մենք կարող ենք ճշմարտությունը գտնել։ Նայեք, ճշմարտությունում ձեր դեմը դրած է, կա փաստաթուղթ, որտեղ գրում է, որ ամսի 11-ին 12-ի իրիկունը, որ 12-ը խփում է 0-0, անցնում է հրադադար 10 օրով, գրած է 10 օր։ Այնուհետև 10 օրից 22-ին ամսի գրում է, որ եւս 30 օրով հրադադար для большого соглашения մեծ պայմանագրի համար։ Հիմա այդ երկու տեքստը հրապարակել եմ, ստորագրությունները տակը դրած եւ այլ եւ այլ։ Ես ձեր հարցին հարցում եմ բարձրացնում, այդ դեպքում դառնա անժամկետ։ Եթե հստակ թիվ է նշված այնտեղ։ Եթե նշված է 10 օր, 30 օր, դուք դա համարում եք անժամկետ, իհարկե ոչ։ Գալիս է երկրորդ։ Ես ասում եմ հրավիրեք ստե Մարս Իսմայելյանին, Լեոնիդ Ծատրյանին, որ եղել է իմ օգնականը, այդ Մոսկվա նստած այդ երկու հոգին, իրանք ամսի 12-ին բանակցությունները, որ եղել է ավարտվել է, գիշերը մնացել են Ադրբեջանի դելեգացիայի հետ, ռուսական դելեգացիան, Հայաստանը, բանակցել են ամբողջ գիշեր, մինչև ժամը 4, կազմել են տեքստ, ինչ պետքա Большое соглашение, ինչ պետքա ստորագրենք։ Ադրբեջանական կողմը տեքստը ուղարկել է Բաքու։ Բաքվից Ալիևը ուղարկել է ինքնաթիռը, ասել է շուտ փախեք տեղից։ Բարես բուն իմաստով։ Մենք առավոտ որ եկել ենք գենշտաբ, որտեղ պիտի ստեյ արարողությունը լիներ, գրաչով մեզ ասում է, դուք եք, չգիտեք, իրանք գիշերն են գնացել այդ դելեգացիան։ Սա իրականությունն է, սա փաստ է, ով ինչ ուզում է պատմի։ Ես ասում եմ, մեր հասարակությունը չի ուզում ճշմարտությունը, ուզում է հեքիաթ։ Այս մարդիկ էլ 30 տարի այդ հեքիաթը պատմում են, էլի։ Դուք էլ լավ լսում եք, ակաժների դրել եք, լսում եք։ Մեկը ոչ տեքստ է տեսել։ Տեքստը հրապարակում եմ, ասում եմ, կարդացեք տեքստը, տեքստ չեք կարդում, ասում եմ, ես ինչ ասել է։ Ասում եմ, տեքստը դեմը դա։ Ընթերցի, այդ ինչ ասել, ինչ չի հետաքրքրում։ Նա կարող է վեր կենա, վաղը ասի, մյուս օրը Մարս ենք թռել եկել։ Հիմա ես նրան հավատամ, տեքստը կա ընթերցեցեք։ Ընթերցեք, հասկանա բառից բուն իմաստով գրված։ Հիմա հրավիրեք այդ մարդկանց, որ այդ Большое соглашение վրա աշխատել են։ Ամբողջը այդ որպես լրատվական, ես մի հատ քննություն հասկացրեք, դուք տեսնելու եք, որ այդ մարդիկ ոնց 30 տարի ստել են, տենց է շարունակում են։ Հիմա իրանք ուզում են, որ դու իշնես իրանց մակարդակը։ Ասում եմ ժողովուրդ, թարգեք, մի արեք, որ ես կոպտեմ, մի արեք, որ ես ձեզ ճշմարտությունը արտահայտեմ, որ ընդհանրապես խայտարակ դառնաք այս ազգի առաջ։ Ես բաց բացատրել եմ, որ մարտ ամսին 94 թվականին առաջին ինքը գրել է, որ մենք ունենք 93 թվականի մեծ զոհեր ունեցանք։ Ես գրել եմ, որ սխալում ես, 94 ենք ունեցել այդ զոհերը։ 94-ին ամբողջ այդ 94-ը փետրվարի 14-ին Մոսկվայում ստորագրում են մի փաստաթուղթ, այդ փաստաթուղթն էլ կա, որտեղ Ղարաբաղի ներկայացնում էր Բակոն Սարգսյան, ստորագրում են այդ փաստաթուղթը մի խայտարակություն։
որտեղ Արցախի բանակը դառնում է խմբավորում։ Դից էլ գրում է թուրքը։ Այդ փետրվարի 14-ը ես դա արամարում եմ, շարունակում եմ մարտական գործողությունները, ազատագրումը եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու բերում նրան, որ մայիսին Ադրբեջանը մայիսի 9-ին ստորագրում է փաստաթուղթը, պարտադրված գնում է խաղաղության։ Հիմա դուք ինչ եք պատմում, ինչի մասին եք խոսում, ինչի, բա խորադիզը չվերցրեց այս մինը բան, խի խորադիզը, խորադիզի դիմաց վերցրել ենք Աղդամի շրջանի 18 գյուղ, հա, սա մեկ, երկրորդ, մենք պարտադրել ենք, որ ինքը նստի մեր հետ պայմանագրի, պարտադրել ենք, ուրեմն դրանով ավարտեցինք այդ մասը, անցնենք երկրորդ, որ ասում են Միրբաշիրի խնդիրը, եթե մենք այն պայմանագիրի, որ գիշերը այդ տղերքը պատրաստել են ու մենք վերադարձել ենք Ադրբեջանի դելեգացիան գնացել է, մեզ պետք է եղել արկեր մի 2-3 հազար, որ կարողանանք Միրբաշիրի հարցը Միրբաշիրից 5-6 կիլոմետր էինք հեռավորությամբ կանգնած, լուծենք։ Եթե վերցնենք Մանվել Գրիգորյանի հարցազրույցներից մեկում, ինքը ասում է, ես Ստեփանակերտին խնդրեցի ինձ 2000 սնայատնան մերժեցին, ասին գլխի ճարը տես, տենց արտահայտություն ունի, վերցրեք նայեք, հենց խոսում է դրանից, ինչից ես եմ խոսում, ասինքն Հայաստանի Հանրապետության, Պաշտպանության նախարարությանը, տեղակալին, Վարուժենի, ազգական, գործից ազատում են, վիզալիրվտ են անում, Պաշտպանության նախարարին գործուղում են Ղարաբաղ, պահեստները փեչատում են, արկերը որ չստանան, բացատրությունը նայել են, որ հիմի ուրիշ ձև են ասում, չգիտեմ, բանը, ինչ-որ ես առնում էին, նորից ծախում էին, ես էին անում, դա ես չգիտեմ, ես մի բան, որ չգիտեմ, չեմ էլ ուզում մտնեմ դրա մեջ, ոչ մեկը մեզանից ոչ առել է, ոչ գրել է, ոչ ծախել է, եթե տես բան եղել, ապա ուր է քրեական գործը, պահեստները փեչատում են, ասում են, արկերը չեն կարող, շատ եք օգտագործել։ Երբ որ ես Պաշտպանության նախարարին դիմում եմ արդեն Արցախում, որ արկեր ստանանք, ինքը ինձ ասում է, խոսի գոսմինիստրի հետ, Սարգսյան Վազգենին։ Ես զանգում եմ Սարգսյան Վազգենին, դա մարտ ամիսն է։ Բայց բացատրում եմ իրավիճակը, որ այնուամենայնիվ ինչ-որ բան պիտի տակ։ Խնդիրը լուծում ենք մի խոսքով, սկսում բայց քիչ-քիչ, գալիս ենք արդեն ապրիլի 17-ից այս կողմ, Ղարաբաղը որևէ մի հատ փաստաթուղթ չկա, որ մենք Հայաստանի պահեստներից ապրանք ենք ստացել, փաստ է, խնդրեմ մտեք նայեք, արխիվ կա, ես դա չեմ ուզում, էլի քնքուշ, նորմալ ասեցի, չուզեցա, ոչ մեկին վիրավորեմ, ոչ մեկին, որ ասում է նսերմացնեմ, բայց նույն ձեր միջոցով խնդրում եմ բոլորիդ, ժողովուրդ, մեկը տեղյակ չի ընդհանրապես իրականությունից, մյուսը տեղյակալ լռում է, ուրիշ ձև են ներկայացնում, ես խորհուրդ եմ տալիս, որ մեր ժողովուրդը, որ չի հիասթափվի ձեր արարքներից տարիների ընթացքում, սուս արեք ամենքը ապագայից խոսենք, դեմներդ ինչ կա դրանից, մի վերադարձենք դեղ, դեղ դուք չեք շահում, ցանկացած պարագայում պարտված եք, ինչ ուզում եք փաստերով, փաստաթղթերով, վկաններով, պարտված եք, եթե մարդին թվում է, որ ինքը գիտի մի բան, որը ես չկարողա չիմանամ, որպես մեկը չի վերցրել իր վրա ամբողջ, ես ասել եմ Հայաստանի Հանրապետությունը, մարդկային ռեսուրս, զենք, զինամթերք եւ այլ ինչ կարողացել է օգնել է Արցախի պետությունը, նույն ձևի ինչ կարողացել է տնտեսական մասով օգնել է, բայց ռազմաճակատը ղեկավարել է այդ անձը, սիրում եք, չեք սիրում, ընդունում եք, հիմա մի հատ թուղթ եք չարել, ասում եք նայեք, սա Շուշին մենք ենք ստորագրել, այս մարդն է ստորագրել, այս մարդ, ասում եմ դուք գիտեք, որ Շուշին ես չեմ ասա ես եմ ստորագրել, ես ասում եմ օպերացիան ես եմ արել, այս վերջում մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը իր ելույթում ասաց, որ մի 3 անգամ փոխել ենք օրը,
բայց չասեց պատճառը, ինչի համար ենք փոխել։ Նույն ես ասել եմ, որ օպերացիայի ամբողջովին փոխվել է 3 հողությունից դարել է 4 հողություն, նորից հետախուզություն եւ այլ փամփուշտների պակասության մի շարք խնդիրներ, որ ձգվել է եկել դարել ամսի 7-ից 8-ը սկսվել է։ Սա իրականությունն է եւ այն 4-րդ ուղղությունը, որ ավելացրել ենք, եղել է գլխավոր խնդրի լուծողը։ Սա էլ երկրորդ։ Երրորդն էլ ձեզ ուզում եմ ձեր հարցին հարցով պատասխանեմ եւ նրանց, ովքեր դրանով զբաղված են, մի քարտ զերքների ման են գալիս։ Ժողովուրդ, դուք գիտեք, բացի Շուշվից 8 շրջան ենք ազատագրել Մարտակերտը, 7 շրջան Լաչին, Կալբաջար, Ջաբրայիլ, Կուբատլու, Զանգալան, Ֆիզուլի, Աղդամ, Մարտակերտ։ Դրանց քարտեզների ստորագրությունը ումն է։ Կարող է էլ այդ տղորցը չգիտենք մենք։ Բայց դա էլ հանեք։ Հա, չէ, դա գլորվելով գնացինք առաջ։ Այդ է պրոբլեմը։ Այդ տենց է խափել է ժողովրդին։ Դա ես չեմ ուզում ոչ մի բան, ոչ եթե մեկին թվում է ուզում եմ վերագրեմ, չէ, ես ասում եմ իմ ներկայությամբ ստել այլևս չեմ թողելու։ Իմ այդ քարտեզներում ստորագրությունը ումն է, ձերն է, պարոն Բաբայան։ Սամվել Անդրանիկի Բաբայան։ Բոլոր այդ քարտեզների տակ ստորագրած է այդ մարդը։ Դա իրականություն է, դա փաստ է։ Մնացածը, որ կինոյի պես պատմում են իրար։ Իսկ Շուշին, փաստացի դուք եք եղել ղեկավարը, պաշտոնյան, բայց այդ մարդը եղել է տեղակալ, եկել է փոխել։ Ես ասում եմ, լրատվական ձեր լրագրողներով հետախուզություն արի, մի հատ ճշտեք Շուշիի օպերացիայի օրը։ Չնայած Բաքուի մի ճշտվում է, ովքեր են եղել կամանդնի պունկտում, այդ կամանդնի պունկտի մարդկանց դերերից ցանկացածին հարցրեք, ասեք, այս ինչը ով է, որտեղ է եղել, ժամը քանիսին է թողել գնացել։ Բոլոր ամեն ինչ պարզ է լինել ձեր համար, բայց չի ես ասեմ։ Որին հարցնեք, պատմելու է։ Ուղղակի անուններով իմացեք, մեկին հրավիրեք տաղավար, հարց տվեք։ Բաքվից հրավիրենք, պարոն Բաբայան։ Չէ, ես Օլեգը Բելարուսիայում է, մյուսը, չգիտեմ, մի ուրիշ տեղ է։ Նայեք, տեսեք ինչ է, նան է Օկացան Արգադյան իր ցուցմունքներում տալիս է Բաքու, դատարանով անցնում է, ինքն է եղել տեղ։ Տեսեք, Իրանից բացի ովքեր են եղել այնտեղ։ Դրանց այդ մարդկանց տեղ հարցրեք։ Պարոն Բաբայան, քանի որ խոսեցիք հրադադարի հետ կապված, ամենաշատ քննարկվել է եւ ես շատ եմ լսել այդ մասին, թե ինչու ամեն դեպքում խաղաղության պայմանագիր չկնքվեց։ Ինչու չգնացին այդ քայլին ժամանակի իշխանությունները։ Գիտեք, խնդիրն է դա Զուրաբյան Լովիկին էլի հարց տվեք, ինքը գիտեք հոյակապ բացատրելու է դա։ Ինքը մաստեր է։ 30 տարի մարդիկ կարողացել են այս ժողովրդի խապեն, որ իրանց ունեն խաղաղության պայմանագիր։ Հիմա մեկը եկել է, ասում է չունենք, սա երկու տեքստը, կարդացեք, ստե խաղաղության պայմանագիր, ասում է չկա։ Բա ուր է։ Այդտեղ Լովիկին արդեն, բայց տեքստերի ես դες պիտի ուղարկեմ։ Այդ ինչ որ գրած է, նա կա թերթերում դրած է, իմ գրքում էլ է դրած, թերթերում էլ է դրած։ 10 օր, 30 օր։ Ընթերցեցեք, Լովիկին նստացրեք իմ տեղս, այդ հարցերը ուղղեք, խիչ եք արել։ Այ է որ ասում եմ, պիտի քեզ տային 5-6 հազար արկ, որ այդ խնդիրը լուծեիր, մտներ Միրբաշիր, վերջ, իրանք Մոսկվա իսկույն այդ թուղթը ստորագրելու էին։ Մենք սեպարատ ներքին կարգով եկել են համաձայնության։ Հիմի ուզում են այս մեկի ջեբը գցեն, մեկի ջեբը գցեն, խաղեր են տալիս, ասում են մի արա, խելոք բայ քեզ։ Վերջ տվեք։ Վերջ տվեք։ Ասեք, որ միջազգային գերտերությունների խելքով այսպես որոշումներ են կայացրել։ Պարզվել է, որ միջազգային գերտերություն չկա։ Կա շահ, ով որ շահում է, իր խնդիրները տենց լուծում են։ Հիմա Ադրբեջանը օգտվում է ժամանակի մեր այդ սխալից եւ ամեն կերպ պնդում է, որ գնալ վերջնական այդ խաղաղության պայմանագրի։ Դա մեկ երկրորդ խնդիրն է, որ Ադրբեջանը գիտակցում է, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում է,
հա, որ Ղարաբաղի հարց չկա։ Ինքը գիտի որ կա։ Եվ միջազգային հարթակում կա, եւ Հայաստանի ապագայում ալինելու ինքը դա գիտի։ Դա մար 5 րոպեից մեկը ռևանշ բառն է օգտագործում, մեկ էլ ասում է թուղթը, սահմանադրությունը փոխի։ Ասում է չկա, տեսնում է, չի ասում դու փոխի ալա։ Հասկանում եք։ Դա մար, որ ես կատակով ասում եմ, այդ թուղթը վերցրել եք հետևից վազում եք որ ստորագրեք, չի ստորագրել, 4 տարի է, չի խոսում եմ դրա մասին։ Չեք հավատում։ Հիմա հավատում եք։ Չի ուզում ստորագրել ամեն դեպքում։ Խի, որովհետև ինքը չի տեսնում, ինքը հասկանում է, որ այս էջի փակված չի։ Դա ասում պիտի նշեն, իրանք այնքան են արել, որ անգամ Հայաստանի Հանրապետության Սովետ Միություն, որ ստեղծվել է, ինչ սահմաններով մտել է, դա չեն ուզում ընդունել։ Հասկանում եք։ Այն հասկացանք, այն Ղարաբաղ բան կերակ։ Հայաստանի սահմանները Ռուսաստանի իշխանությունը դա մարել չի ուզում։ 91 թվականի այսինչ հայտարարություն, 70 քանի թվականի այսինչ սահմանազատում արել են մի անգամ 25-26 թիվ փաստաթղթային քարտեզներով կետ առ կետ կազմը 30,948 քառակուսի կիլոմետր տարածք։ Սովետական Ատլաս գրքումը 30 թվին հրապարակված է։ Սա է մեր քարտեզը։ Ալին ուզում է բարձրանա երկինք իջնի ներքև, դա պիտի վերականգնվի։ Ուզում է խաղաղություն, էտա, ժողովուրդ, չի կա, ձեզ թվում է, որ անընդհատ զիջեք, դե պրոբլեմը լուծում ենք, չի լուծվում։ Քանի որ Բաքվի բանտերում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդրադարձակ ձեր տպավորությամբ Ադրբեջանը որքան կշարունակի այդ խայտառակ դատավարությունը։ Անկեղծ ես չեմ կարող դա նման պատասխան տամ, ինչքանով է լինելու միջազգային հարթակում ճնշումը Ադրբեջանի վրա մեկ գլխավոր է այսօր, երկրորդը ինչքանով է Ադրբեջանը ուզում մեր հետ խաղաղությամբ ապրի, դա էլ երկուս, այս երկու բաղադրիչն է որոշելու, իսկ Ադրբեջանը, որ դա վերջ չունի, լայն 52 թիվ է քննում, դուք պատկերացնում եք, դա երբ են վերջացնելու, 2 տարուց ավել, 3 տարուց ավել եւ դա լինելու լա։ Դա լինելու է արտաքին խաղացողների ճնշման, թե հնարավոր է Հայաստանի օրինակ խաղաղության պայմանագրի համար նախապայման դրվեր, չնայած չէ, նրանց վերադարձը։ Այսինքն Հայաստանը ինքնուրույն կկարողանա այդ հարցը լուծել։ Հայաստանը, եթե ցանկանա, կարողանա։ Եթե չուզենա խնդիրները շրջանցել, կկարողանա, բայց ես այդ ցանկությունը չեմ տեսնում։ Եվ ամփոփելով պարոն Բաբայան, այս պահին բոլորիս հետաքրքիր է, թե ամեն դեպքում դուք խոսքի սկզբում նշեցիք տարբեր իրավիճակներում ինչպես կարելի է լուծումներ գտնել, բայց ինչ է լինելու ելքը, բոլորը սպասում են, չնայած դուք էլի ասեցիք, որ պատերազմի հավանականությունը քիչ եք համարում, ինչ սպասել այս իրավիճակում Հայաստանի հետ կապված։ Ես գտնում եմ, որ որևէ բան սպասելիք չկա, մենք պետք է գործենք, պետք է Հայաստանում փորձել ընտրական պայքարին պատրաստել, բալանսավորել, որ քաղաքական այն ուժերը լինեն բալանսավորված պարլամենտում, որը Հայաստանի հասարակության կարծիքն են ներկայացնելու մեկ, այն շոուով, որ եկել ենք հիմի 70% մեր ձեռքին ոնց ուզում ենք լուծում ենք, դա պիտի ավարտվի։ Այդ քաղաքական ուժերը ես դու պետք է միանանք մի ուժ եւ քաղաքական ժողովրդի շահերից բխող որոշումներ կայացնենք։ Մոնոպոլիան պարլամենտում մեզ սպանում է, մեր երկիրը թույլ չի տալիս զարգանա եւ խեղդում է։ Սա լուրջ խնդրեմ է։ Մենք բոլորս համարում ենք, այսինքն պատրաստվենք 2026 թվականի ընտրություններին։ 26 թվականի ընտրություններից հետո մենք մեր ճակատագիրը որոշելու ենք դեպի ուր ենք գնում, ինչ ենք անում, ոնց ենք զարգանում։ Մինչ այդ չսպասել որոշակի քաղաքական ֆորս մաժորներ, զարգացումներ։ Չէ, ես մենակ կարող սպասեք, կներեք տնտեսական լուրջ խնդիրներ, ուրիշ ոչ մի բան։
Հայաստանի Հանրապետությունը 2 տրիլիոն 900 միլիարդ բյուջե ներկայացրել, նա տեսնենք մոտ մի 700-ը հստակ չի կարողանալու կատարի։ Ինչ է լինելու, ինչ խավերի է դա կպնելու, դա չի լինում, էլի, եթե 25%-ից ավել է դուք չեք կարող կատարեք ու չեք դատվում, դա մասին եմ ես խոսում, չի ասենք, նայեք, Սահմանադրությունից հետո 2-րդ օրենքը դա բյուջեն է, օրենքի կոպիտ խախտում, դուք պատկերացնում եք 20-25% չեք կատարում, քանի կետ եք խախտում, ինչքան մարդու շահեր եք, եթե մի մարդ մեկին քֆուր է տալիս, բռնում եք, ձերբակալում եք, ճիշտ է, դե մի այդ օրենքները, որ խախտում եք, մեր սահմանադրությունում կետ կա, որ դրա համար, որ դու չվազես նստես վարչապետ, դու հասկանաս, որ դու պիտի դատվես, էկոնոմիկայի նախարար, կամ չգիտեմ մյուսը, այսա պրոբլեմ մեր մեջ է, օրենսդրական բազան է, ցանկացած երկրի ֆունդամենտ պետության, դա օրենքներն է իրան, չունենք, կարաս, օրինակ, հելնում է նախարարը, հայտարարում է, ասում է, մենք տնտեսել ենք SSSS հոդվածներով, դուք չեք տնտեսել, դուք հոդվածները, օրենքը խախտել եք, այդ հոդվածներով, իսկույն դատախազությունը պետք է սանկցիան տա, տանեն դատարան, դատարանը որոշի ձերբակալության, դա անկեղծ, այդ դեպքում պետություն եք լինելու, իսկույն բոլորը խելոքանալու են, էլ ոչ մեկը գիժ-միժ չի գնալու, ասի ես եմ նախարար կամ չգիտեմ ինչ պաշտոն եմ զբաղեցնում, խելոքանում ոչ մեկն էլ պոպուլիզմով չի գալու իշխանության, որտեղ գիտի հետո դատվելու է, հենց հասանք դրան, ես կողք եմ քաշվում, իմ կռիվը տեղ է։ Դե մարդիկ իրենց նախընտրական ծրագիրը չեն իրականացրել կառավարության։ Ես անկեղծ չեմ ուզում խոսեմ նախընտրական իրենց ծրագրերը իսկի չեն կարող հիմնավորեն այս կետը ինչի համար են գրել ոչ թե մենակ իրականացնելիս մասին է խոսում ես ձեզ ասում Հադրութի դեօկուպացիա էին ասում ես ձեզ ասում եմ սահմանադրություն եք ընդունել որը որ սահմանադրության նման չի ընդունել եք բյուջեով նախատեսել եք այս հոդվածներով ծախսեր այս հոդվածները չես կատարել դու հանցագործություն համարում ես դա թե ոչ եթե այո խիչ քրեական գործարարած այսինքն հոդվածը գործում է քաղաքացու վրա անտեր ձեր վրա չի գործում ես ուզում եմ որ ձեր վրա գործի ես ուզում եմ կռվեմ որ գանք հասնենք դրան ձեր հետ միասին մեր ժողովրդին Շատ լավ հիմա 26 թվականի ընտրությունների մասնակցելու եք այդ կռիվը այդպես շարունակելու եք պատրաստում եմ մասնակցենք թիմով առողջ թե հնարավորություն ունենանք լուրջ թիմ ներկայացնենք մասնակցելու ենք միայնակ դա կոալիցիան չէ ոչ մի կոալիցիա բան չկա կա ծրագիր այսօր այդ ծրագրի շրջանակում եթե դուք համաձայն եք մտնեք այդ կուսակցության մեջ կամ այդ կուսակցության հետ գնանք այդ պայքարին խնդրեմ եթե չէ ինչի մասին է խոսքը ես դեռ հրավիրված եմ այդ թիմը տարբեր ինտելեկտուալ թիմը տեսնենք էլի թող հավաքվեն սաղ բաց կլինի կարող է այնը որ մանեք գալիս են երրորդ ուժը ով է հենց դրանց մեջ էլ տեսնենք դուք այդ երրորդ ուժին չի բացառում տեսնենք ժամանակը ցույց կտա Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Բաբայան